Ողջույն սիրելիներս, ինչպես եք, հուսով եմ, որ լավ եք ու իրոք ցանկանում եմ, որ միշտ լավ լինեք։ Դե ինչ, այսօր լինելու է մի փոքրիկ տան վլոգ, միգուցե շատ կարճ լինի, իրականում մի հատ բաղադրատոմս տեսա, կարծեմ Facebook-ով, թավայի մեջ շոկոլադնի տորտ էր պատրաստում ու ուզում եմ փորձեմ, որ անկեղծ ասեմ, ուզում եմ փորձեմ ու ասեցի դե քանի որ փորձում եմ, միգուցե միասին փորձենք, եթե լավ ստացվի, իհարկե դուք էլ կօգտվեք այդ բաղադրատոմսից, եթե ոչ, իսկ եթե լավ ստացվեց, միգուցե ռուսական ալիք ցենց մտնեմ արագ այդ վիդեոն նորից մի հատ էլ թխեմ, տեղադրեմ ու անցնեմ առաջ։ Դե ինչ ուզում ասել, ուզում եմ բոլորից հետ շատ շնորհակալություն հայտնել, որ դիտում եք սիրելիներս, որ բաժանորդագրվում եք, կոմենտարիաների մասին էլ խոսք չկա։ Սամոն ու Էլենը շատ շնորհակալություն են ձեզ հայտնում, ճիշտ է, իրանք երբ ժամանակ են գտնում, մտնում են իրանք ինքնուրույն շնորհակալություն են հայտնում եւ իհարկե լայքում են ձեր կոմենտարիան, բայց բացի դա ես իմ կողմից էլ իրանց կողմից էլ շնորհակալություն եմ հայտնում, որ այդքան լավն եք, ջերմ եք ու երեխեքին ոգևորում եք ու ոգեշնչում եք, որ իրանք շարունակեն ինձ հետ վլոգ նկարել։ Շատ շնորհակալ եմ սիրելիներս։ Դե ինչ, իրականում Էլենի նվերն եմ տեղադրել այս ներքևի հատվածում, մի քիչ փոփոխություն եմ նորից արել, ես անդադար փոփոխությունների մեջ եմ, մի վայրկյան ցույց տամ ու անցնենք խոհանոց շուշուտ պատրաստենք։ Նայեք, այս նոել որ գրած է, սա Էլենն էր ինձ նվիրել։ Օ, հիշեցի իդեպ, որ մի հատ էլ ինչ-որ տոնածառ էր ինձ նվիրել, ոնց որ, եթե չեմ սխալվում, սա տեսնեմ ուր է, բերեմ դնեմ, այս զինվորիկներին այս կողքերով դրեցի, մոմերը այս ձևով դրեցի, դե իսկ այստեղ դուք արդեն տեսել եք ինչա ոնց է, մեկ վայրկյան հələ տեսնեմ ինչ էր բերել, չեմ հիշում արդեն որ ճիշտն ասեմ։ Դե սա կարծեմ այս բարակում էի դրա երախոլ տվածը, հա, հեսա, գտա, վայրկյան, գտա, սա է, սա էլ կարելի էր ներքևի հատվածում, բայց երևի թե այստեղ կդնենք, սենց գեղեցիկ կլինի, իրա հրեշտակի, տունիկի, ճիշտ է, մի քիչ տունը փագում է երևի թե, բայց այսպես կտեղավորենք, շո, ինձ թվում է վատ չի, այստեղ մեր մեծ չաղոնա քնած, ես հասկացել եմ, որ դուք իրան շատ եք սիրում, այսինց իրա համար բայ կարել և իհարկե ինչպես միշտ, քանի դեռ չեմ հոգնել կրակն եմ վարել ու դեռ վայելում ենք այս կրակի ջերմությունը և իհարկե մեր փոքրիկը, որը որ նայեք մեր աթոռների ինչ օրն է գցել, լստե նայեք ինչ արել, այո դու ու իրանից դավոլնի քնել է, ոյս, ամոթ լունային, ես ինչ արե մեր աթոռները, Դե ինչ անցնենք խոհանոց, իրականում մեզ շատ բաղադրիչներ պետք չի, ինչով որ ես հրապուրվեցի ու արագությունով, եթե իրոք լավ ստացվի ժողովուրդ, արժի պատրաստել, նույնիսկ այլ մի քանի հատ պատրաստել, կրեմով հավաքել, կդառնա շատ համով շոկոլադե տորտ։ Հիմա ես դες բաղադրիչները այստեղ արագ ցույց տամ ու պատրաստելու ենք այս թավայի մեջ, այսպես, բաղադրիչները։ Ուրեմն նայեք, այստեղ ես գրել դրել եմ, մեզ պատկա գալու նյուտելա 2 գթար, 30 միլիգրամ կաթ, 2 հատ ծու, 3 ճաշի գթար ալյուր, փխրեցուցիչ կամ սոդա 5 գրամ, այստեղ 11 գրամ է, ես երևի թե կես կլցնեմ, իմ կողմից ինչպես միշտ ավելացնում եմ վանիլ և շոկոլադե փակիլներ էր պետք, շոկոլադի գույնի, բայց ես ունեմ միայն սպիտակը, ձեռքիս տակ դա է, ուրեմն դրանով ենք պատրաստում, դե ինչ գնացինք։ Ժողովուրդ, ուրեմն նայեք, ինձ թվում է, որ թավան արդեն պետք է դնել թույլ կրակի վրա, ասենք մոտավորապես 2-ի վրա ենք դնում, մի անգամից վիդեոյի մեջ այսպես է, 2 ճաշի գթալ նյուտելա, ես մի քիչ շատ եմ դնում, որ ճիշտն ասեմ, չգիտեմ ինչի ուզում եմ մի քիչ շատ լինի, թող քիչ չլինի, այսպես,
վարկյան սափակենք անի, այո, ու միանգամից նյուտելայի վրա կոտրվում է 2 ձու, երևի թե, բայց սխալ եմ ես անջատեմ, որ ձվերը չխաշվի, բերեք նյուտելա մի քիչ տարածեմ, երևի թե մի հատոր ձուն, ուպս, կոտրեմ, որպեսի լուծեմ, հա, նյուտելայի մեջ, վիդեոյի մեջ ենքան արագ ու հեշտ է, բայց իրականում նյուտելան շատ դժվար է հելնում, բայց դե ոչինչ, մաքսիմալ հանեցի ես գթալից, լիտ ասե, որ սղում է, ավելի է բարդացնում, բայց դե ոչինչ, վսյո, ձերքս մաքրեմ, հիմա այս էտապում չեմ միացնում պլիտա, որ ճիշտ ասեմ, մոռացեք, որ ասեցի պետք է միացնել, այսպես արագ խառնում ենք, տարածում ենք իրար, այսպես է ցույց տալի, չգիտեմ, հուսով եմ ինչ-որ մի լավ բան կստացվի, հավաս քերելուց հետո, թավայի մեջ էր ցույց տալի, ես էլ թավայի մեջ եմ անում, այս ձունից չլսող է, եկեք արդեն միացնենք դնենք 3-ի վրա, այսինքն 3-ը իմ համար միջինից ցածր է իմ պլիտայի համար։ Լավ խառնեմ, ես այս ձուն չեմ սիրում, որ ձուն լավ լուծված չի լինում։ Հոտը հլը որ անուշ է։ Լավ տարածեցի ձուն, լավ խառնեք ամեն դեպքում, որ ձուն չեպքի մեջ իրից ձև։ Այստեղ ավելացնում ենք կաթը, որ ճիշտն ասեմ, իմ կարծիքով մի քիչ էլ պետք է կամ ձեթ կամ կարագ, բայց բաղադրատոմսը այսպեսին է, չգիտեմ, ինչքանով է ճիշտ, բայց այսպեսին է։ Տեսնենք, եթե զգանք, որ ձեթի կամ կարագի կարիք ունեցել, հետո կարելի է մի քիչ էլ ավելացնել դա։ Այս փոխեցուցիչը ես միանգամից այստեղ մոտավորապես 2 չայի գթալ է։ Մեկ չայի գթալ փոխեցուցիչ։ Այսպես։ Այսօր սենց մի քիչ վանիլ ենք ավելացնում։ Մեր կողմից իհարկե գրած չի վանի, ու ինձ թվում է կարիքն է տենց չկա։ Հիմա անջատում եմ, որպեսզի չսկսի երթել, արդեն տեսեք լավ լուծվել ամեն ինչ, ավելացնում ենք, ուպս, հնթի ձևով ավելացնում ենք ալյուրը, խառնում ենք, մի քիչ զգուշ, ոճին նման վայրենավարի, փորձենք միասին էլ տեսնենք մարդես, ինչ է ստացվում, հաշված, որ ալյուրը աչու ձախին է, իսկ ավելի ճիշտ կլինի, ամեն ինչ խառնենք, նոր ավելացնենք խավայի մեջ, նախ որ խավա չփչացնենք, բայց դե որ սենց էր ցույց տալի, որոշեցի սենց անեմ։ Լավ, հաշվենք եղավ, վերջ։ Հիմա այստեղ պետք է մի քիչ կաթիլներ ավելացնենք։ Եկեք մի քիչ անեմ, շատ չեմ ուզում կաթիլը, որ ճիշտ անեմ։ Մի քիչ լավ էլ արեցի։ Վերջ։ Ու դնում ենք եփելու, ես երևի թե կդնեմ 4-ի վրա։ Եկեք 4-ի վրա դնենք։ Ու սպասենք, տեսնենք ինչ է լինում։ Ալյուրը մի հատ ես հավաքեմ, թե չէ չեմ կարողանա շնչել։ Իմ համար ոնց որ բան լինի այս ալյուրը։ Վերջ, դնում ենք, միացնում ենք 4-ի, լավ 5-ի վրա եմ դնում, 5-ը միջին կրակն է, իմ թավայով միջին կրակա, նա տեսնենք ինչ ասացում ժողովուրդ միասին։
Ահա, միջև կպատրաստվի մեր այս թխվածքը ընթացքում կուզենայի մի քիչ ձեզ հետ զրուցել, իրականում զրուցել մի քիչ նոր թեմայի շուրջ, որը վերաբերվում է, երբ որ մենք միասին ինչ-որ բան ենք պատրաստում, ես եւ Էլենը եւ Սամվելիկը, Սամսամը կամ Մամոն, մեկ մամո եմ ասում, հա, նկատել եմ, որ շատ հաճախ կոմենտարի եք գրում, որ իբրև թե Էլենը իր տանը ոչինչ չի անում, այդ երեխան ոչինչ չգիտի պատրաստել, բիբարի աղալու ձևը չգիտի, իրականում սխալ եք արտահայտվում, որովհետև նախ եւ առաջ երեխան ընդամենը 18 տարեկանը նոր է լրացել, ոչ մեկս էլ 18 տարեկանում վարժ ոչինչ երբեք չենք պատրաստել, այնպես չի, որ մենք որ ասում մեր աչքերը բացել ենք եւ խոհանոցում դարձել ենք պրոֆեսիոնալ, այս դարի երեխաները հիմնականում իրանց ուղեղը կենտրոնացնում են սովորելու վրա, աշխատելու վրա, կայանալու վրա եւ ինչը որ իմ կարծիքով էլ ավելի ճիշտ է եւ պատրաստելը միշտ էլ կսովորեն ընթացքում, իսկ սովորելը եւ կայանալը այս կյանքում դա միշտ չի որ հաջողվում է ու երբ ստացվում է որ դու կարող ես տրամադրել քո օրն ու ժամանակը դրան, ապա ճիշտը դրա վրա է կենտրոնանալ, քանց թե բիբար ճիշտ աղալու մեջ կամ ձուն կոտրելու մեջ ինքը արագ ու վարժ չի շարժվում, որտեվ ինքը իրանով շատ զգուշ է, շատ նուրբ է, իր շարժումները շատ սենց ակուրատնի է ու ինքը այդ իր դանդաղ շարժվելով ոչ թե նրանից է, որ ինքը չի կարողանում, այ հակառակը ինքը ակուրատնի է ամեն ինչ անում։ Մենք բոլորս տարբեր ենք ու իրականում չպետք է նման լինենք մեկս մյուսից, միգուցե ես չափից շատ արագ շարժեմ, ինքը նորմալ շարժի մեջ է, հա, դրա համար պետք չի համեմատական մտցնել այդ պահով, հետո ինչ վերաբերվում է Էլենին, որը մեկը գրում է Լավիկն, մյուսը գրում է Սամվելիկին, ոնց որ չի համապատասխանում, նախ ինքը իդեալական համապատասխանում է Սամվելին ամեն ինչով, թե իր բնավորությունով, թե իր շարժու ձևով, թե իր գեղեցկությամբ, ժողովուրդ, ինքը շատ բնական է, ինքը ոչ քսվում է, ոչ հատուկ մազերը ինչ որ հարդարում է, ինքը շատ բնական է, ինչը որ կարելի ասել այս դարում դարձել է դիֆիցիտ, իրոք դարձել է դիֆիցիտ, որովհետև այս դարի աղջիկները հլը 18 չլրացած եղունգները 100 մետր, կսված, ծակած, պրոշ, մրոշ, ունգ, թարթիչ, չգիտեմ ինչ, այդ երեխան ամեն ինչից բնական է իր մոտ, ինչի համար, որ ես շատ ուրախ եմ, որ իր ուղեղը չի տված դրան, իր ուղեղը տված է ուսմանը, իր ուղեղը տված է տանը, դա շատ կարևոր է, հա, դրա համար պետք չի համեմատել այն աղջիկների հետ, որոնք հլը քնի շարտնացած շպարվում են ու ուշք ու միտքը լրիվ ուրիշ ուղղությունով է գնում։ Ես չգիտեմ, թե դուք ինչ համեմատականով եք տանում, որ Էլենը բոլորը չէ իհարկե, մի քանի հոգի իրան թույլ է տալիս արտահայտվել, որ իբրև թե Էլենը գեղեցիկ չի, ինքը շատ գեղեցիկ է։ Թե սրտով, թե հոգով, թե արտաքինով, ժողովուրդ։ Ուզում եմ հիշեմ էլ ինչ թեմա կար։ Հա, գրել էիք, որ դուք շատ լավ մամա կլինեք Էլենի համար, ժողովուրդ, Էլենը իր մաման ունի, իր պապան ունի ու մենք չենք պատրաստվում Էլենի մամայի ու պապայի տեղը գրավենք, մենք Սամոյի ծնողներն ենք ու ես չեմ կարծում, ուզում եմ մի հատ նայե ուղղակի, որ դա ճիշտ է մտածել, որ ես պետքա զբաղեցնեմ եւ դառնամ Էլենի համար լավ մամա։ Ես գիտակցում եմ, որ Էլենի համար կարող եմ լինել լավ, ոնց ասեմ, լավ ընկեր, ավելի ճիշտ կլինի այդպես կոչել, քանց թե լավ մամա կամ լավ ծնող, որովհետև ամեն մեկս ունենք մեր ծնողները ու ոչ մեկի տեղը չպետք է զբաղացնի ու նամանավանդ ոչ մեկ էլ չպետք է կարծի, որ վաղը մյուս օր ընտանիք հարց բերելուց պետք է հարցը սենց, ոնց ասեմ, լիարժեք քեզ որպես ծնող ընդունի, որովհետև ամեն դեպքում մենք օտար ենք։ Այդ երեխան ունի իր ծնողները, իրանից հասնում է իր ազգալով, իհարկե, որ ինքը մեզ ընդունի որպես լավ մարդիկ, որպես Սամոյի ծնող։ Դրանով ես շատ շնորհակալ կլինեմ, ինչը որ հիմա այս պահին ես զգում եմ, որ այդ երեխան մեզ շատ է սիրում, մեր տան մեջ ինքը իրան ազատ է զգում, չի կաշկանդվում, չի լարվում, ասել խոսալ ծիծաղալ, նույնիսկ նա երևի թե վիդեոյում տեսակ, թե ինչքան մենք ազատ ենք,
որ շուտ տվեց իդ իրանց սարկած բաներով փայտիկները, թափվեց խոլոդում, ինքը շուտ վազելով կամերան վերցեց եկավ, այսինքն ինքը այդ պայն նույնիսկ չմտածեց, որ կարող է հանկարծ ինձ դա դուր չգա, որտեղ ինքին բնավորությունը գիտի, որ ձևական ոչինչ մենք չենք անում, կամերայի դեմը ձևականություն չենք անում, ոնց կա այդպես էլ ցույց ենք տալիս։ Դրա համար շատ կխնդրեի, որ երբ որ խոսում եք Էլենի մասին, իրոք մի քիչ ավելի զգուշորեն խոսակ, որտեղ ամեն դեպքում այդ երեխան իմ կարծիքով շատ ճիշտ դաստիարակված է, շնորհակալություն իր ծնողներին, շատ ճիշտ դաստիարակված երեխա է, շատ ճիշտ բնավորությունով, իսկ արտաքինով անկեղծ եմ ասում, այնպես չի, որ հիմա կանգնել եմ ձեզ ինչ որ բան եմ ասում, ես շատ ուրախ եմ, որ այդ երեխան այդ ձևը իրան ներկայացնում, այ ոչ թե դե դուք հասկացաք, ոչ թե իմ նման կսված պրտված, չնայած ես էլ իրա տարիքում չէի կսվում, հա, այսպես, իսկ ընդհանուր ինձ թվում է, որ մեր վլոգները ձեզ դուր է գալիս, ինչի համար շատ շնորհակալ եմ ու զգում եմ, որ օր-օրի դուք ավելի շատանում եք, օր-օրի ավելի ակտիվ եք, հայդեպ հարցնում եք, որտեղ եմ աշխատում, նոր բաժանորդներ երբ որ ավելանում են, իհարկե հարցեր են լինում, որոնք որ մնացածը արդեն գիտեն, ես ընթացքում գալիս եմ տորթն եմ ստուգում, որ հանկարծ նենց ոնցմա չանցնի էլի բանից, բայց չէ լավ է ու 5-ի վրա շատ լավ է, իմ թավան այդքան շատ հաս չի, շատ բարակ չի, միջին կրակի վրա շատ լավ է, հա, որտեղ եմ աշխատում, հարցնում էիք, աշխատում եմ խանութում, սուպերմարշե, որ ճիշտ ասեմ, այդպես էլ չհասցրեցի թարգմանեմ, ոչ մեծ խանութ է, ոչ շատ փոքր խանութ է, կոչվում է սուպերմարշե, կոնկրետ հիմա սուպերմարշե Տրիոնգլում եմ աշխատում, այդ խանութը ոնց որ հիմա ներկայացնում է տարբեր ազգերի ապրանքներ, այսինքն չկա կոնկրետ մենակ ֆրանսիական կամ գերմանական, օրինակ տարբեր ազգերի, բայց իդեպ նկատել եմ, որ այս վերջերս մոդա է դարձել ու նույն կյախվուղը, նույն Օշանը, նույն Լիդլը իրանք ավելի շատ ոնց որ հասկացել են, որ քանի որ Ֆրանսիան բազմազգի է, դրա իսկ պատճառով ամեն ազգի պրոդուկցիա բերում լցնում են խանութները, դե մեր խանութն էլ այդ խանութներից մեկն է, հա, Սլավնի խմորի համար էիք հարցնում, ժողովուրդ ինձ թվում է այդպիսի խանութներում կլինի, ոնց որ մեր խանութն է, բայց մեր խանութում կա, եթե կուզեք համեցեք գնեք, քանի որ շատերդ գրում եք, որ դուք Ֆրանսիայում եք, Լիոն քաղաքում եք, ով Լիոն քաղաքում է կարող է գնել, Ղուանում էլ կա մեր խանութի ֆիլիալը, հա, մասնաճյուղը, կարծեմ Փարիզինը փակվել է, Փարիզում շատ հաճախորդներ չեմ ունեցել, փակել են, ինչքանով որ տեղյակ եմ ես, հա, Սլավնի խմոր մեր խանութում կա, ինքը իրականում ես, որ մեծ լիներ, ավելի լավ կլիներ, բայց ինչ հասնում է բարձրանալուն, հոյակա բարձրանում է, ֆրանսիական այդ Սլավնի խմորները լինի Գրանդ Ֆրեյում եք ասենց քարակուսիներ, եթե այստեղ եք ապրում, գիտեք, բայց էլի շատ չի բարձրանում, իսկ էսի հավեսով բարձրանում է, այդ ուր ես գնում, դրա, Լունա, ինչ ես անում, Լունիկ, քնարել ար, հա, այսպես, ուրիշ ինձ թվում է տենց հետաքրքիր զրույցի թեմա չունեմ, միգուցե վաղը չէ, մյուսօրը միգուցե գնանք խանութ, իրականում ուզում եմ գնել ոնց են ասում քիմիական պարագաներ, այսինքն լվացքի փոշի, օճառ, շամպույն, մի խոսքով այդ ամեն ինչը մեր տնից նորից անհայտացել է, այնպես որ երևի թե ձեզ մեզ հետ եւս մեկ անգամ կտանենք խանութ, տեսել եմ, որ խանութի վլոգները ձեզ դուր է գալիս, ինչի համար շատ ուրախ եմ, ճիշտ է շատ հաճախ չի ստացվում գնալ եւ նկարել, լինում է որ մենակ սամոնա գնում կամ լինում է որ ես արագ մեր խանութից մի քանի բան գնում եմ, որովհետեւ ժամանակը չի ներում որ ամեն օր մենք գնանք խանութ, ամեն օր վլոգ անենք, բայց իրականում շատ մեծ հաճույքով եմ անում, հիմա ավելի sense ազատ եմ դարձել, իրականում նույնիսկ նույն խանութում որ առաջ կարող կաշկանդվեի նկարեի կամ նկարելուց նայում էի որ մարդիկ ոնց են նայում ինչ, հիմա այնքան բնական է մոտը ստացվում, որ շատ վաղ չեմ նկատում, հետո մոնտաժ անելուց տեսնում եմ, որ ես ինչ մեկը սենց արեց, այն ինչ մեկը նենց արեց, սպասում եմ, խոսում, սպասում եմ թխվի, որ ձեզ ցույց տամ, իրականում, որ, հա, դե ինչ որ մեկը գրել էր, որ
խանութում եմ եղել ու ասում եմ ժամանակ չունեմ, պետք է հետո գնամ գործի գրելա, ժամանակ չունես քեզ նկարում մի ժամ, մենք ինչա խանութ չենք տեսել, այդպիսի անիմաստ կոմենտարյաններ մեկ-մեկ լինում է, այդ հալո-հալոն, եթե կհիշեք, որ խոսացի, որ ամենտեղ իր քիթը մցնում էր իր կոմենտարյաններով, իրականում մի քիչ արդեն չափանցնում էր իր անշնորհքություններով, անշնորհք ասելով անշնորհք բաներ չէր ասում, բայց այդ իր ամեն վիդեոյի տակ իր անհետ կոմենտարյան, հա, ինձ սկսեց հունից անել եւ հալո-հալոն գնաց այն աշխարհ, այսինքն գնաց բլոկիրովկայի տակ, հա, եւ ուզում եմ բոլորին էլ նախապես ասել, ովքեր սիրում են, դիտում են սիրով, հաճույքով, ապա որ ասում է բարի գալուստ մեր սիրո տանիք, քանի որ իմ ալիքը սիրո տանիք է կոչվում, ապա սիրո տանիքում սիրելիներս վատ մարդ չի կարող լինել, եթե լիներ չսիրո տանիք, ապա այո, բայց սիրո տանիքում միմիայն սիրով լի բարեկամ մարդիկ են լինում ու այո, ես գիտեմ, որ ասում են շատ-շատերը, որ վատ կոմենտարյան ավելի զարգացնում է ալիքը, ավելի տարածում է տալի ալիքին, բայց ես գերադասում եմ իմ ալիքը լինի փոքրիկ, հաճելի, նուրբ, տաքուկ անկյուն մեզ բոլորիս համար, քանց թե իմ ալիքը դառնա, չգիտեմ, մի քանի 100,000-անոց, բայց այդ դրան ներսում լինեն մի քանի հազար անշնորհք եւ բրի մարդիկ, հա, դրա համար թող դանդաղ զարգանա, ես չեմ վրազում, բայց թող մաքուր մնա իմ ալիքը։ Գնանք մի հատ ստուգենք։ Ժողովուրդ, նայեք։ Լավ, ծակոտիները տվել է, մի հատ բացեմ, երևի ստուգեմ, ինչ է կարծում։ Այսպես ուղղել է, բայց հələ չէ։ Եկեք իջացնեմ, հոտը անուշ է, եք ինչ լավ ծակոտիները տվեմ, հոտը իրոք անուշ է ժողովուրդ, բայց իջացրեցի 3-ի վրա, թողը մի քիչ էլեպի, որտև ես երեսի մասը ինքը մի քիչ փափուկ է, իրականում, միգուցե ինձ թվում է վիդեոյի մեջ ինքը շուր էր տվել հակառակ կողմով, բայց ամեն դեպքում թող մի փոքրիկ էլ մնա, սա ալուրի հետքերն է, լավ չի մաքրվել, բայց դե ոչինչ, ուպս, ես ինչ էր սխմեցի, մեկ վարկյան հելա 6-ի վրա իմ պլիտան, իսկ ես 6 չէի ուզում, ես ընդամենը 3 էի ուզում։ Իդեպ կոմենտարի էր գրած, որ գնացել եք մեր խանութ և ասեցիք, որ չեք գտել սլայոնի խմորը, սլայոնի խմորը վաճառվում է, մամայի տնան եկա, վաճառվում է մարոժնիների բաժնում, ես այսօր հատուկ կնկարահանեմ հենց այդ բաժինը, ինքը մի քիչ խորքում է ու սլայոնի խմորների հետ չի, ու հավատացեք, նույնիսկ խանութի աշխատողների մեծ մասը չի գիտի, որ գոյություն ունի այդ սլայոնի խմորը, այնպես որ կնկարեմ հենց տուփը այդ սլայոնի խմորի եւ իհարկե որ հատվածում է գտնվում, որ եթե դուք գաք ու ես այնտեղ չլինեմ, եթե այնտեղ եմ մոտիկացեք հարցրեք, ոչ մի խնդիր չկա, ցույց կտամ անպայման մեծ սիրով, եթե ոչ, ապա կնկարահանեմ այս վլոգի մեջ անպայման կտեղադրեմ, որ դուք երբ գաք, գտնեք անմիջապես։ Ու խնդրել եմ, որ պատվիրեն, ասեցի պատվիրեք, որտեղ իմ բաժանորդների մեծ մասը հարցրել է ես որտեղից եմ այդ խմորը գնել, այնպես որ ասի պատվիրեք, որ հանգարց այնպես չլինի, կան ու չլինի խմորը, այնպես որ դրա մասին էլ եմ մտածել։ Եվ երևի թե մեր տորտիկը պատրաստ է։ Ահա, всё, անջատեմ։ Եկեք ցես ցույց տամ, ինչ լավ։ Ահա, այսպես էլ չի գտնում։ Լնայս եմ։ Հոտը լավն է, չէ՞։ Չեմ անում։ Չես առնում ոտ։ Հացես առել մեզ համար։ Ես մեր հացերից եմ ասել, որ այդ բանը առնի։ Հեսա դատարկենք մի հատ ուրիշ ամանի մեջ, տեսնենք ոնց է ստացվել ու ձեզ էլ ասեմ ժողովուրդ։ Ժողովուրդ, հիմա կտրում ենք տորթը, մի քիչ էլ է տաք, հա, բայց չեմ համբերում։ Մի քիչ տակը ցածր կանեք, որտեղ ինձ թվում է այդ հինգը մի քիչ բարձր է, քանի որ ինքը ընթացքում որ չի շարժվում, թխվում է, տակը մի քիչ սենց սա հրմոտիկ բեր, թո երևա, մի փոքր մուքացել էր, ահա, բայց ինքը իրականում շատ լավ լիստեր է, իրականում, նորից եմ կրկնում, մեզ փոքուկ է կտրվում, ինչ-որ դուրներս գա էլի, դա կրնի հրաշք, ահա, այս ձևա ստացվում, փափուկ է, մեր սահան ասում է հլը հաց չեմ կերել, չեմ կարա քաղցր փորձեմ, դրա համար ես եմ փորձում,
Հոտը լավն է, լավ, բերեք փորձենք տնանք, ուտելու բանա թե չէ։ Համով է, ոսը տակում ու քիչ շատ է, չորած է, թե չէ ինքը համով է։ Համով շոկոլադնի տորտ կարելի է սրանով հավաքել, վրից է գլազուր քսել, ու շատ համով կլինի։ Տակի մասում մի քիչ չորա։ Նշան։ Ժողովուրդ, եկեք սենց մոտիկից էլ մի հատ ցույց տամ ձեզ։ Այն շոկոլադի կաթիլները դաժե իմաստ չունի գցելու մեջը։ Շատ լավն է։ Փափուկ, փափուկ է, լավ էփել է։ Նորից եմ ասում, տակը մի քիչ ցածր արեք, ուղղակի տեսեք, մի քիչ շատ է։ Կարմիր է վառվելու աստիճան։ Դե ինչ, շնորհակալություն, որ դիտեցիք։ Հուսով եմ ձեր գլուխը շատ չտարա։ Հուսով եմ վլոգը հետաքրքիր ստացվեց։ Անպայման, ինչպես որ ասեցի, կնկարեմ այդ հատվածը սառնարանի եւ իհարկե Սլայոնի խմորի տուփը վիդեոյի վերջում հիմա արդեն երևի թե կդնեմ, որ ով որ օգտվում է մեր խանութից, գնա եւ գնի։ Շնորհակալություն եւս մեկ անգամ որ դիտեցիք, ձեզ ուղարկում եմ բաճիկ։ Ժողովուրդ ցույց եմ տալի, ով ապրում աստեղ, ով եկել է ու չի գտել մեր Սլայոնի խմորը, նայեք, այս Մարսի, այս ամեն ինչից հետո, այ հենց էսա։ Էսի մեր Սլայոնի խմորն է։ Սենց ցույց տամ, որ երևա։ Միլֆոյա հենց վրան գրած։ Որ իմանաք։